Ինչու է Գագիկը ընտրել երկարվեստի ճանապարհը, ինչ հաջողություններ ունի ու ինչ ժանրում է իրեն տեսնում, ընդհանրապես մոտակա ծրագրերի մասին ենք խոսելու Գագիկի հետ։ Մեր տաղավարում այսօր սիրով հյուրընկալել ենք երգիչ Գագիկ Զոհրաբյանի, երգչուհի նրա ուսուցչուհի Լիանա Զաքարյանին, երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր եւ երգերի հեղինակ Կարեն Զաքարյանին։ Բարի օր։ Բարի օր։ Գագիկ ջան, ո՞նց ես։ Դա մենք չենք էլի բլբլում ես 15-ից։ Ինչու ես որոշել, որ պետք է երաժշտությամբ զբաղվես։ Երգը շատ եմ սիրում։ Ծնողներս չեն երգում։ Մայրիկի կողմից եմ ես ժառանգել երգի։ Ով է երգում ձեր գերդաստանում լավ, օրինակում ես սիրում լսել։ Ընկերն Աննային։ Արդեն իմացել եք։ Լսել եք այդ հարցի պատասխանը։ Հարցնում ենք մինչև ուղիղ եթերում հայտնվել է, տեսախցիկներից այն կողմ Գագիկ ասում եք, ում եմ հայ երգիչներից, առասարակ երգիչներից Ընկեր Լիանան այստեղ է, ասում ենք Գագիկ Ընկեր Լիանան այստեղ է դրա համար, չէ, ասում եմ միևնույն է Ընկեր Լիանան համար հեղինակությունը։ Եվ այսպես տատիկ մայրիկի կողմից ով է երգում քո նման լավ։ Տատիկիս եղբայրը։ Օ։ Եվ ինչ գնահատական է տվել քո երգարվեստին տեսահոլովակներին։ Շատ Եկեք խոսենք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Ոնց է աշխատանքը երիտասարդ արտիստի հետ, այսպես ասենք։ Ես օրինակ մտածում եմ, արդյոք իրենք կապրիզներ չեն անում, չեն հոգնում, այսպես տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, դուբլերի ժամանակ եւ այդպես շարունակ։ Դուք պատմեք Գագիկի հետ համագործակցության մասին։ Կար մտածմունք, որ կարող է բարդ լինի, որովհետև առաջի տեսահոլովակը, որ նկարեցինք 8 տարեկան էր, չնայած նրան, որ նկարանումը նույնիսկ 2 օր տևեց, մտածում էինք, որ կհոգնի, էլի օրերը կձգվի, բայց շատ հեշտ է անցել, մեծի նման աշխատել ենք, ինքը շատ պատրաստված, շատ ուշադիր, նկարահանել ենք տեսահոլովակները։ Լիանա, ինչ տարիքից է Գագիկը հաճախում ձեզ մոտ, երբ հասկացաք, որ չէ, հենց պետք է պրոֆեսիոնալ երգարվեստով էլ զբաղվեք։ Գագիկը հաճախում է 7 տարեկանից, արդեն 3 տարի է, ինչ հաճախում է Զաքարյան ստուդիո։ Իրականում իր հետ աշխատելը շատ հեշտ է, որովհետև շատ տաղանդավոր, լուսավոր, աշխատասեր տղա է, եւ կարևոր է նաեւ նշել, որ իր ծնողները շատ հետևողական ու ուշադիր են, ինչը ես շատ եմ արժևորում, որովհետև հատկապես այս տարիքի երեխաներին շեղող հանգամանքները շատ են, եւ ծնողները պարտադիր պետք է հետևողական լինեն, որպեսզի ուսուցչի տված գիտելիքը, փորձը ժամանակի ընթացքում տա իր ցանկալի արդյունքը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ նման հրաշալի ծնողներ ունի եւ հենց դրա շնորհիվ է, որ արդեն 3 տարի է հաճախում է Զաքարյան ստուդիո եւ կարողանում ենք քայլ առ քայլ լավ արդյունքներ գրանցել ու շարունակելու ենք այդպես։ Գագիկ ամենաշատը որ երգերն ես սիրում։ Ես սիրում եմ էստրադային երգերը։ Սպասում ես ասի Ընկերն երգերը այդ տեմպի մեջ է։ Սիրում ես գնալ երգ։ Ես օրինակ ունեմ երաժշտական կրթություն, ատել եմ դաշնամուրն ու սոլֆեջոն, բայց այժմ հնարավորություններ են ստեղծում գնալ միայն զբաղվել նրանով, ինչով դու ցանկանում ես։ Դու սիրում ես, գիտես դաշնամուր նվագելն ու Ես Զաքարյան ստուդիայում դաշնամուրի եմ հաճախում։ Ես սիրում ես սոլֆեջոյի։ Հա, վստահ եմ դպրոցում էլ լավ սովորում ես, որ այդ ամեն ինչը հասցնես, չէ։ Այո։ Օրինակ քո ընկերներին ինչ ես խորհուրդ տալիս, կամ խորհուրդ չասենք զրուցում նրանց հետ այդ մասին, որ պարապ չլինեն, զբաղվեն սիրած գործով։ բաժան արտագրել իր արինքին։ Իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս, որ ոնց ասեմ, Ոնց ուզում ես։ Որ իրանք Շատ սովոր են սիրել Արվեստով զբաղվել, այո։ Կապ չունի, երեք թե ինչ նկարել են, եթե սիրում նկարեն, իրենց սիրած զբաղմունքը։ Քեզ օրինակ երգը ինչ է տալիս, օրինակ որ երգում ես, ինչ ես այդ բանը զգում։ Հաճույք ման։ Սիրեք ձեր գործը, պես ինչպես Գագիկը երգը։ Իսկ ինչ երազանքներ ունես, օրինակ ո՞րն է այն երազանքը, որ դու մտածում ես, այս սա անեմ եւ վերջ։ Ես երազանքում եմ, որ դառնամ հայտնի երգիչ։ Էլ ուր եկել ես կենտրոն հեռուստաընկերություն, նոր երազանք մտածի։ Հայտնի դաշնակահար։ Ում նման հայտնի, ինչ սելեբրիթիների անուններ են պետք։ Ընկեր Լիանան մեկ։ Տանում ես ամենաշատ, օրինակ միացնում, լսում, ինտերնետում փնտրում նրա երաժշտությունը, երգերում կուզենայի նմանվեր։
ինքեր կարեն։ Դուք էլ լիանել եք, կոմերներն եք դուք։ Ինչ ես ուզում Եվրատեսիլ գնաս։ Իսկ այդ սերնդի ներկայացուցիչների մոտ ինձ ուղղակի դեռ հետաքրքիր է, կա այդ փափագը Եվրատեսիլում հայտնվելու թե չէ։ Ուզում եմ։ Պես կամած։ Իսկ ում ես հավանում օրինակ պլյուս մինուս քո տարիքակիցներից, այդ երիտասարդ երգիչ երգչուհիներից։ Իրանք երիտասարդ չեն։ Մեզ նոր անունները։ Չեմ կարող։ Լիդուշիկ։ Ինչ կասես։ Մալենա։ Ուգեն Դաբաղյան։ Փայլեցի մանեներ ժամանակ։ Ինչ նոր տեսահոլովակներ ունես, ինչ ես պատրաստում, եւ տեսա որ վերջին տեսահոլովակը 1 տարի առաջ է եղել։ Այո, մամջան տեսահոլովակն է եղել։ Որը որ նաև իմ քույրիկի հետ եմ ես երգել, Մարիայի հետ։ Մարիան էլ շատ տաղանդավոր, էլի յուրահատուկ կերպարա իր փոքրիկ միջնակ քույրն է, էլի որ տատիկը երգել, այսպես բոլորը տատիկի եղբայրը ժառանգել եք այդ երգելու ջիղը, հա։ Նաև երգում է իր մյուս ամենափոքրիկ քույրիկը, 4 տարեկան է։ Ես իր մայրիկից հաճախակի տեսանյութեր եմ ստանում, թե ոնց է ինքը իրենց այդ հավասար սովորում են երգերը, որոնք ես իրենց հաճախում եմ տալիս եմ, հանձնարարում եմ։ Այսպես փայլուն կերպով սպասում եք մի փոքր մեծանա, 5 տարեկան է դրան է, նոր արդեն ընդունենք, արդեն 3-ով հաճախ են ստուդիո։ Իսկ ինչ նորություններ են սպասվում հետագայում, որ մենք պատրաստ լինենք, տեսնենք այս փառողի։ Պրոդյուսերը դուք եք կարել։ Այս պահին սովորում է, բայց կան պլաններում նոր աշխատանքներ, նոր երգեր, նոր տեսահոլովակներ, բաղկացերը չբացեն կլինեն անպայման։ Առհասարակ փոքրիկների հետ ավելի ամեն դեպքում փոքր է ասենք, էլի մեզանից փոքր են նրանք, հուսով եմ Գագիկը չի ներվի դրանից, հա, փոքր ասեն Գագիկ դեռ։ Հա, փոքր թե Ինչ ուզում եք ասեք, եթերը ավարտվի Գագիկը այդ դեպքում։ իրականում Գագիկը արդեն ժպտում է թուլացա։ Երեխաներին որ տարիքից է պետք էսպես հասկանալ, որ նրանք գուցե մտնեն պրոֆեսիոնալ երգի ճանապարհը կամ սիրողական ծնողները ինչի նշանակում ամենակարևորը տվյալները պետք է ունենա, որ գալիս են ընդունելության էլ կապ չունի տարիքը, ունենք 5 տարեկանից սկսած փոքրիկ երեխաներ էլ, բայց շատ կարևոր է իրենց տվյալները, լսողությունը, ու գեներով որ լինում է, դա զգացվում է։ Հա։ Ընթացքում արդեն թե իր աշխատասիրությունից, թե ծնողների հետևողականությունից այդ ամեն ինչը պարզ է լինում, հասկանում ենք պետքա, ժամանակն է, թե շուտ է դեռ էլի պետքա սովորի նոր, մինչև տարիքը մեծանում է, արդեն ինքն էլ է սկսում կողմնորոշվել, թե ինչ ուղղվածությամբ է պետք շարունակել, սիրում է, ուզում է մնա այդ ոլորտում էս ասպարեզում, թե չէ։ Հաստորեն տաղանդի կողքին միևնույն է պետք է դրան զուգահեռ անընդհատ լինի մեծ աշխատասիրություն արդյունքի համար։ Այո, օրինակ եթե երգը չընտրեի, ինչ կուզենայի դառնալ։ Բոլոր տղաները ուզում են օդաչու դառնալ, դու։ Այդ թվերին է եղել։ Չէ, հիմա էլ իմ տղան ուզում է։ Հիմա էլ։ Օտոչ, ես չգիտեմ որևէ երիտասարդի, որ մոտենամ դպրոցական ասեմ ինչ ես դու այթիշնիկ։ Երբ դեռ օդաչուն չէր, ասում էր օրինակ ինքնաթռի վարորդ, ինքը 3 տարեկան է։ Որտեղ դուք շատ եք ճամփորդում։ Դժվար, չէ, իր սիրած այս մոդելներ ինքնաթիռներն են, թռիչքը, դու ինչ ես սիրում։ Ես սիրում եմ դաշնամուր։ Միևնույն է երաժիշտ արվեստն է քոնը։ Իսկ ինչպես է անցնում օրը, օրինակ ինձ հետաքրքիր է 10 տարեկան երեխաները, որոնք հաճախում են երգի եւ դաշնամուրի, ինչպես է սկսվում իրենց օրը եւ ինչպես չեն հոգնում այդ տեղատարափի մեջ դասերի։ Ես առավոտյան արթնանում եմ, նախաճաշում եմ, գնում եմ դպրոց։ Այսօր տենց չի եղել։ Բացակայել ես դասից։ Հարգելի։ Վերադառնում եմ տուն, պարապում եմ իմ երգերով, դաշնամուրով, սոլֆեջոյով։ Վստահ դու անպայման հաջողության հասնելու ես, որովհետև չես խոսում բակից անընդհատ, հեռախոսից, թե հեռախոս շատ ես բռնում մոտդ։ Գաջետները շատ տեղ ունեն։ Հետևողական են։ Սահմանափակումներ են դնում ծնողական։ Շնորհակալ ենք այսպես վաղ առավոտյան մեր եթեր եւ տաղավար գալու համար, բոլորիդ մաղթում ենք հաջողություն եւ վստահ ենք, որ դեռ առիթներ կունենանք քո երգերին եւ երգարվեստին հետեւելու։ Նաեւ ծնողներին այսպես հորդորենք, որ եթե տեսնում եք երեխայի մեջ կա որոշակի տաղանդ, տարեք ճիշտ ուղղությամբ, մի փնտրեք, որ նրանք ռեալիզացնեն ձեր երազանքները։ Գագիկները ասում նրան մեծ բեմեր է ցանկանում, մեծ բեմեր ենք մաղթում։ Շնորհակալություն։ Լավ օրենք մաղթում ձեզ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Շնորհակալ ենք մեր հեռուստադիտողներին մեր եթերում մնալու համար, դիտենք տեսահոլովակ եւ փակենք առավոտյան ծրագիրը։ Մնացեք կենտրոնի եթերում։